Մենք տաղավարում ենք և շարունակում ենք մեր ուղիղ ընթացքը ու եկան մեզ հասան այն րոպեները, որոնք բոլորիս համար են շատ սիրելի, սպասված և ախորժաբեր, ամենակարևորը, որովհետև ինչպես միշտ մենք այսօր ձեզ ներկայացնելու ենք ևս մեկ տարբերվող, հետաքրքիր, առողջարար և օգտակար բաղադրատոմս։ Հիմա միանգամից տեղափոխվում ենք մեր խոհանոցային հատված, որտեղ այսօր մեզ է միացել Մելինե Ամիրջանյանը, ում ասում ենք բարի լույս։ Բարի լույս։ Բարի լույս բոլորին։ Ինչ ենք պատրաստելու։ Այսօր պատրաստում ենք շատ համեղ, վիտամիններով հարուստ և շատ պարզ աղցան, թունայով աղցան։ Եկեք սկսենք և ընթացքում ասեմ ինչ է պետք, թարմ սպանախ, սպանախի տերևիկներն ենք վերցնելու, վարունգ, լոլիկ, գունավոր պղպեղներ, ավոկադո, լոլիկի ճիր, դեթունաձուկը, ինչպես նշեցի, մեզ հարկավոր է ֆետապանիր և ձու մենք վերցրել ենք լորի ձուն, որ էլ ավելի հագեցնող ու համեղ ստացվի։ Ինչպես ենք վարվելու թունաձկան հետ, թե նրա հետ արդեն վարվել է։ Թունաձուկը ուղղակի աղցանի վրա ենք դնելու և թանձրուկ ենք պատրաստելու, որ ուղղակի լցնելու ենք վրան, ավելի բան պետք չի։ Հիմա ես մի անգամից մեր սպանախի տերևները մատուցման ամանի մեջ այսպես կտեղավորեմ, չենք խառնելու աղցանը։ Իսկ մեր սպանախի տերևները պարզապես առանց որևէ եփման աստիճանի հենց այս կարգավիճակում տեղադրում կապսեի մեջ, թարմ վիճակում։ Եվ անցնենք աշխատանքի։ Գրեթե բոլոր բաղադրիչները ֆավորիտ են մեզ համար, շատ սիրելի։ Եվ կարևորը թարմ, առողջարար, վիտամիններով հարուստ։ Երբ եք ծանոթացել այս բաղադրատոմսին, կամ ինչպես, լավ, այսպես հարցը նաև ձևակերպենք։ Երբ ծանոթացա թունաձկան հետ ու հասկացա, որ ինքը շատ լավ համադրվում է բանջարեղենի հետ, այսպես պատրաստեցի այս աղցանը։ Սա ձերն է, սա հեղինակային կարող ենք։ Ահա, դարձավ մեր ընտանիքի ֆավորիտ աղցաններից մեկը։ Այստեղ արդեն գալիս խոհանոցային վարպետությունը, հմտությունները, երբ կարող ես պարզապես մտովի պատկերացնել, թե այս բաղադրիչի հետ ինչը կարող է լիարժեք համադրվել և պատրաստես քո հեղինակային աղցանը կամ ուտես, թե չգիտեմ։ Երբ հարցը վերաբերվում է խոհանոցին, ինչպես տեսնում ես, այսօր գերադասում եմ լռել, որովհետև այդ թարմ վարունգի, թունայի և այս հրաշագործ գործընթացի հոտն արդեն քիթս առել է, շատ եմ սիրում այս հատվածը մեր թողարկումների, ինչ խոսք չեմ կարող մեղքս թաքցնել։ Մի հարց ունեմ, ինչպես կարելի է ձուկը արտաքին տեսքից տարբերել և հասկանալ այն թարմ վիճակում է գտնվում, թե ոչ։ Իրականում սա պահածոյացված ձուկ է մեզ մոտ։ Ճիշտն ասած, պետք է ուղղակի կարծում եմ ընտրել լավագույն տարբերակներից մեկը, հատկապես պահածոյի մեջ։ Այն էլ այս շրջանում, երբ դուրսը տաք է, շոգեր են, մի քիչ պետք է զգուշ լինել։ Իսկ ինչպես հասկանալ, որ ճիշտ պահածոյացված ձուկ ենք ընտրում կամ առհասարակ ձկնամթերքը թարմի պարագայում թարմ է, թե ոչ։ Ինձ համար նախ առաջին հերթին տեսքն է։ Տեսքից արդեն իսկ երևում է։ Մի քանի տարբերակ փորձել եմ, հիմնականում մեկ տարբերակ եմ միշտ գնում, բայց երբ որ փորձեցի, հասկացա տարբերությունը։ Այդպես ասեմ, էլի, փորձից պետք է հասկանաք, չեմ կարող ինչ-որ այլ խորհուրդներ տալ, հատկապես պահածոյի։ Ուղղակի պետք է իմանալ ինչ ենք ընտրում։ Բայց միևնույն է օգնության է գալիս առաջին տպավորությունը։ Առաջին տպավորությունը տեսքից և արդեն համից զգացվում է ինքը ինչքանով է լավը, կօգտագործենք հետո, թե չէ, ու ես գնում եմ միայն այդ տեսակը։ Շատ հետաքրքիր է, օրինակ, եթե ճիշտ եմ հիշում, սաղմոնի պարագայում ասում եմ, որ կարելի է շատ արագ արտաքին տեսքից տարբերակել սաղմոնը թարմ է, թե ոչ, որովհետև թարմ սաղմոնը ավելի հագեցած կարծես նարնջագույն գույն ունի, իսկ դե երբ որ թարմ չի լինում, կամաց-կամաց սկսում է կարծես թե գույնը խամրել։ Ու եթե ես չեմ սխալվում, այդտեղ նաև խնդիր է առաջանում, եթե իհարկե դու մասնագետը չես, որովհետև այնտեղ կա աղի տարբեր մշակումներ անցած սաղմոնի տեսակներ, որ ըստ դրա նաև պիտի կարողանաս տարբերակել, որն է ամենայն դեպս շատ ավելի թարմ և այդ պահին կարելի օգտագործել, որից ինչու խոհանոցից գլուխ չես հանում։ Դա ախր մի ամբողջ գիտություն է, որը պետք է հետազոտել։ Գիտահետազոտական աշխատանք է մի ամբողջ։ Իրականում այդ ամենը փորձի հետ է գալիս, ոնց նշեցի, մի քանի տարբերակ գնել եմ, հասկացել եմ, որն է լավը։ Նույնը թունայի տարբերակում ինքը մի
օրինակ սա կարծում եմ լավ թունա է, ես որ գնել եմ ու չեմ հավանել, մի փոքր ավելի սև էր։ Չեմ կարող ասել հին էր թե չէ, բայց ինքը մուգ գույներ ուներ իր վրա։ Եվ քանի որ այսօր բաղադրիչներից մեկը ավոկադոն գուցե շատ-շատերի համար դարձել է նախաճաշի պարտադիր բաղադրիչներից մեկը, մենք պատրաստված ենք այսօր եկել ու մի քանի կարևոր տեղեկություն ունենք ձեզ հայտնելու գրեթե բոլոր բաղադրիչների մասին։ Եվ սկսենք հենց ավոկադոից ու ասենք թե ինչով է հարուստ։ Այո, այն հարուստ է այսպես ասած առողջ ճարպերով, որոնք նվազեցնում են վնասակար խոլեստերինի մակարդակը եւ նպաստում են սիրտ-անոթային համակարգի առողջությանը։ Այն բարելավում է մարսողությունը, ստեղծում է հագինալու զգացում եւ իջեցնում արյան մեջ շաքարի մակարդակը։ Ավոկադոն պարունակում է մեծ քանակությամբ Է, K, B խմբի վիտամիններ եւ ավելի շատ կալիում, քան բանանը։ Իսկապես։ Իհարկե, այնպես որ պետք է ուտել շատ։ Պետք է ուտել ավոկադո միշտ։ Միշտ։ Ես համաձայն եմ։ Նույնը կարելի է ասել իհարկե չերի լոլիկի մասին, որովհետև այն շատ ուժեղ հակաօքսիդանտ է եւ նպաստում է սիրտ-անոթային համակարգի աշխատանքի բարելավմանը եւ խնդիրների վերացմանն է նաեւ նպաստում, ինչպես նաեւ պարունակում է իր մեջ վիտամին C եւ վիտամին A, որոնք իմունային համակարգն են ամրապնդում եւ խթանում են տեսողությունը։ Ու մենք մինչ կշարունակենք ներկայացնել բաղադրիչների օգտակարությունը, հիմա տեղափոխվենք մի պահուանոցային հատված նորից եւ տեսնենք թե որտեղ է ասել մեր գործընկերը։ Աշխատում է Լորի։ Ինչ հաճելի էր լսել գործընկերը։ Շնորհակալ եմ։ Ես կտրատել եմ վարունգը, լոլիկը, լոլիկի ճիրը, պղպեղները։ Հերթականությամբ ուղղակի գեղեցիկ շարում ենք իրեն մատուցման ամանի մեջ։ Հիմա լորի ձուն ենք արդեն այսպես ոնց ձեզ հարմար է եւ ոնց աչքը այդ պահին գեղեցիկ տեսնում է, կարող եք ուղղակի մատուցել։ Ասում են լորիձուն 3-ից 4 անգամ ավելի սննդարար է, քան հավկիթը։ Շատ ենք լսել։ Թե դա միթ է։ Ես էլ եմ լսել ու երեք ուսումնասիրում էի, դե ասեցի, որ գալիս եմ, մի քիչ ավելի ուսումնասիրեմ։ Իրականում ոչ թե ավելի օգտակար է, այլ ինքը ավելի հագեցնող է եւ իր մեջ ավելի խիտ է, թե ինքը սննդայնությամբ եւ թե համային հատկանիշներով, քան հավի ձուն։ Սննդարար նյութերը ավելի խիտ են, մի խոսքով։ Ավելի խիտ են, հա։ Ավելի ընդգծված համ ունի, բայց օգտակարության առումով գրված էր, որ միֆ է։ Ամենայն դեպս պարունակումը վստահաբար B12 շարքը պարունակում է, ինչպես նաև երկաթ է պարունակում լորիձուն, այնպես որ եթե դուք չեք ուզում մեզ նման հասնել B12 վիտամինների շարքին, արդեն սննդային հավելումների, ապա պետք է լորիձու ուտել ավոկադո, պղպեղ, ես օրինակ քաղցր պղպեղի սիրահար չեմ, բայց այնքան օգտակար է, բոլորն անընդհատ պնդում են, որ պետք է միշտ ուտել։ Միշտ։ Ինչ վերաբերում է պղպեղին, ապա պետք է ասել, որ այն հարուստ է վիտամին C-ով, մեծ աղբյուր է հանդիսանում, անգամ ավելի շատ վիտամին C է պարունակում պղպեղը, քան նարինջը, ինչը օրինակ չէի կարող պատկերացնել, բայց դա է իրականությունը, սիրելիներս, եւ պղպեղը նաեւ օժտված է հակաբորբոքային հատկություններով եւ անհրաժեշտ է ուղեղի եւ նյարդային համակարգի ճիշտ աշխատանքի համար։ Տեսեք, ինչքան օգտակար գործոններ ունի մեր պղպեղը։ Պետք է դա միշտ ուտել, այսօր խորհուրդ ենք տալիս միշտ ուտել օգտակար բաղադրիչներ։ Այսօր խորհուրդ ենք տալիս միշտ ուտել, մնում է մենք եւս հետևենք այսօրվա խորհրդին։ Օգտակար եւ թարմ, ինչքան հնարավոր է թարմ բանջարեղեններից պետք է օգտվենք։ Հիմա անցել ենք արդեն ավոկադոյի մշակման Ավոկադոն, այո, շերտատում ենք, որպեսզի գեղեցիկ ավելի մատուցենք, մի քիչ ավելի հաճելի նաև աչքին լինի։ Մելին եկա որևէ եղանակ հասկանալու տեղում գնելիս ավոկադոն, հասկանալու առանց իհարկե այսպես ճզմելու այդ խեղճ ավոկադոն։ Եղանակ հասկանալու այն արդեն հասունացել է, թե ոչ։ Տարվա եղանակ նկատի ունեք, թե տարբերակ հասկանալու ուղղակի։ Եթե կա տարվա եղանակ, ես դրա մասին չգիտեի, կարող եք նաև տարվա եղանակն ասել։ Գիտեմ, որ պոչիկի հատվածով նաև կարելի է ստուգել, եթե պոչիկը հեշտ դուրս է գալիս, ինքը ուրեմն փափուկ է, հասած ավոկադո է, դե ձեռքով ստուգելու տարբերակը եւս կա, այլ տարբերակներ չգիտեմ, գույնով չեմ կարող ասել, որովհետև դա եւս խաբուսիկ է կարծում եմ։
այսինքն մուկ լինի թե չէ, ուղղակի նաև ավոկադոյի տեսակ կա, որն ավելի համարյա թե միշտ ավելի լավ է հանդիպում։ Ինչ գեղեցիկ է, ամառային գույներ են եւ հրաշալի համ, ես պատկերացնում եմ։ Վերջում էլ այսպես ավելացնում ենք թունաձուկը եւ Այստեղ տեսնում եմ, որ երևի բացակայում է սերմերից ինչ-որ մի բան եւ նաեւ սերուցք չունենք, հա, որպես այդպեսին։ գուրման ես դու։ Սերուցք կծանրացնի, մենք ավելի թեթև լիմոնի եւ ձիթայուղով թանձրուկ ենք ստանալու, ուղղակի աղ պղպեղով, ուրիշ ոչ մի բան չենք անում։ Այստեղ մենք աղը եւս քիչ կօգտագործենք, քանի որ եւ ֆետան եւ լոլիկի չիրը իրենք քանի որ աղի են մի փոքր, այդ պատճառով աղը քիչ կավելացնենք, դուք արդեն ճաշակելուց կհասկանաք։ Չմոռանանք նաև ներկայացնել թունաձկան օգտակարության մասին եւ թե այն ինչ է իր մեջ պարունակում։ Թունաձուկը հարուստ է օմեգա 3 ճարպաթթուներով, որոնք կարևոր են սրտի, ուղեղի աշխատանքի եւ օրգանիզմում բորբոքային պրոցեսները նվազեցնելու համար։ Թունաձուկը նաև բարձրորակ սպիտակուցի աղբյուր է սիրելի մարզվողներ հատկապես եւ այն հարուստ է վիտամին D-ով, սելենով եւ ֆոսֆորով, որոնք նպաստում են օրգանիզմի դիմադրողականության բարելավման, իսկ օրգանիզմի դիմադրողականություն մեզ հարկավոր է տարվա մեջ 12 ամիս եւ 365 օր։ Էնպես որ կարծես թե սիրելի հեռուստադիտողներ, առողջ սնվելն այնքան էլ հեշտ բան չէ, բայց պարտադիր է բոլորիս համար, դա եւս իր հերթին մեծ ջանքեր եւ աշխատանք է պահանջում, որպեսզի կարողանանք մեր սննդակարգը ճիշտ վիճակում պահել եւ պարբերաբար սնվել առողջ։ Որովհետեւ դա չափազանց կարեւոր է մեզ համար։ Իհարկե։ Հակառակ դեպքում հասնում ենք սննդային հավելումների։ Լրացնելու համար կարևոր պաշարները։ Մենք այստեղ անցանք արդեն կարծես վերջնամասին, այո, թունաձկան ենք անցել հիմա։ Կտեղափոխենք էլի մեր մատուցման ամանի մեջ, մի փոքր խառնենք, որ ավելի Թանձրուկը արդեն պատրաստ է։ Ոչ, լիմոնի հյութն է միայն քամել, հիմա այնտեղ կարող ենք միանգամից իր վրա էլ թանձրուկը լցնել, թանձրուկ ասվածը հերթականությամբ։ Ես միշտ մտածել եմ, որ այսպես երբ հավաքում են աղցանը շերտերով, շերտ առ շերտ, մտածել եմ արդյոք կարողանում ես դու լիարժեք այն վայելել, այսինքն մի ամբողջ հատված վերցնես, որտեղ կլինեն բոլոր շերտերը, բոլոր բաղադրիչները եւ դու ամբողջական ամային հատկանիշները կարողանաս զգալ։ Այն դա միշտ մտածել եմ, գիտես։ Չնայած որ շատ գեղեցիկ է այսպես։ Իրականում, երբ արդեն ուզում ես փորձել, վայելելուց դու խառնում ես քո ամանի մեջ կամ հենց մատուցման ամանի մեջ կարող ենք խառնել, նոր լցնել, բայց այսպես գեղեցիկ է, երբ որ դնում ես սեղանին, մատուցում ես սրճարաններում եւս, չէ, այսպես են մատուցում։ Շատ լավ, ու մինչ մենք վերջնական տեսքը կտեսնենք աղցանի սիրելի հեռուստադիտողներ, հիմա կդիտենք կարճատև գովազդը, կվերադառնանք եւ արդեն կգնահատենք ու կվայելենք այն, ինչ հենց հիմա տեղում պատրաստվում է։ Վերադարձանք։ Եվ շատ անհամբեր ես։ Մեր աղցանը պատրաստ է։ Հոտն ընկել է ամբողջ տաղավարով մեկ։ Վերջի շտրիխներն ենք այնտեղ անում մեր Մելինեի օգնությամբ։ Թանձրուկը պատրաստ է կարծես արդեն։ Ավելացրել ենք նորից լիմոնի հյութ եւ ձիթայուղ, մի փոքր սև պղպեղ, աղ ինչպես նշեցի։ Գեղեցիկ է, որ ես չեմ համարձակվի այնքան դել, վերցնել իմ բաժինը եւ փորձել օրինակ։ Այսպես երկար կարող եմ նայել աղցանին։ Ես կհամարձակվեմ քո փոխարեն եւս։ Ձևավորումը շատ գեղեցիկ է, շատ ախորժելի, իսկապես։ Շնորհակալ եմ։ Իսկ երբեմն մտածում եք օրինակ տվյալ աղցանը կամ ուտեստը որ երանգի ափսեի մեջ պիտի մատուցեք, այդպես Հա, իհարկե, մատուցման ամանները, ափսեները շատ կարևոր են ու շատ մեծ դեր են կատարում հենց իր գեղեցիկ երևալու, էսթետիկ երևալու համար։ Հիմա լցնում ենք թանձրուկը եւ ավարտում մեր աղցանը։ Շնորհակալ ենք ձեզ, սիրելի Մելինե Ամիրջանյան, որ միացաք մեզ, առաջարկեցիք շատ օգտակար, հետաքրքիր ու գեղեցիկ աղցան, ձեզ օրվա լավ շարունակություն ենք մաղթում, քեզ էլ մաղթում եմ բարի ախորժակ, Շատ շնորհակալ եմ, ես քանի րոպե սպասում էի այս մաղթանքին եւ հիմա պատրաստվում եմ գնալ ու փորձել, իսկ դուք պահեք բաղադրատոմսը ամուր եւ պատրաստեք այս գերհագեցած եւ օգտակար աղցանը։ Շնորհակալություն Մելինե, մենք շարժվում ենք առաջ։ Եվ այլում ենք երաժշտական ռիթմերը։